Բարև ձեզ, նախ իմ շնորհակալություն եմ հայտնում այս այժմեական և շատ հետաքրքիր ներկաների համաժողովում մասնակցելու հնարավորության համար։ Անկեղծ ասած, այսօրվա թեմայի շուրջ վերջերս այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է իմ 3 հոդվածները, որոնք արտացոլում են իմ առաջարկը Հայաստանի իրական այլընտրանքային արտաքին քաղաքականության վերաբերյալ, բայց հաշվի առնելով նաև ժամանակային սահմանափակումները կփորձեմ ամփոփ ներկայացնել իմ մոտեցումները։ Հարգելի մասնակիցներ, կարծում եմ բոլորս համակարծիք ենք, որ վերջին տարիներին Հայաստանի սպառնալիքները և մարտահրավերները բազմապատկվել են, բայց մենք չենք ապրում պարզապես անվտանգային ճգնաժամի պայմաններում։ Մենք գտնվում ենք ազգային, տարածաշրջանային և գլոբալ պատմական շրջադարձի ժամանակաշրջանում։ Փոխվել է արտաքին հարաբերությունների բնույթը, փոխվել են խաղի կանոնները և ամենաանհանգստացնողը կտրուկ աճել է սխալների գինը։ Սառը պատերազմից հետո մեզ ծանոթ միջազգային համակարգը հիմնված էր համընդհանուր նորմերի և արժեքների, միջազգային իրավունքի և գործող ինստիտուտների վրա։ Այսօր այդ համակարգը արագորեն քայքայվում է։ Պատերազմը նորից դարձել է պետությունների բնականոն քաղաքականության շարունակություն, արտակարգ բան չէ, ուժը կրկին դարձել է միջազգային հարաբերությունների հիմնական փաստարկ, իսկ երաշխիքները դադարել են ինքնաբերաբար գործել այս նոր աշխարհում։ Եվ սա գնահատական չէ, սա այն դառը իրականությունն է, որի հետ մենք պետք է հաշվի նստենք և կառուցենք մեր պետական ռազմավարությունը։ Այսպիսի աշխարհում Հայաստանը բախվում է կոնկրետ գոյաբանական սպառնալիքների և արտաքին քաղաքական լրջագույն մարտահրավերների։ Այսօր ես խոսել եմ ոչ թե աշխարհաքաղաքական նախասիրությունների և համակրանքի կամ ճամբար ընտրելու մասին, խոսքը գնալու է այն մասին, թե ինչպես անել, որպեսզի հայկական պետականությունը վերականգնի սուվերեն որոշումներ կայացնելու կարողությունը, որովհետև մենք ապրում ենք շատ կոշտ, անկախատեսելի և վտանգավոր աշխարհակարգում, որում, ինչպես ասացի, նախկին երաշխիքները ինքնաբերաբար այլևս չեն գործում, իսկ միջազգային իրավունքը կիրառվում է որպես ընտրովի գործիք։ Եվ կարծում եմ նախ և առաջ պետք է դուրս գալ մեզ պարտադրվող խաղաղություն, պատերազմ, կեղծ երկրի տրամաբանությունից։ Հայաստանի առջև կանգնած է ընտրությունը այլ հարցությունում, խորացող ռազմավարական խոցելիության և ռազմավարական զսպման քաղաքականության ձևավորման միջև։ Եվ առաջի բանը, ինչից մենք պետք է սկսենք, և սա դիվանագիտության կարևորագույն գործառույթն է, գիտակցենք, թե մեր հակառակորդները, և կարծում եմ բոլորս
համակարծիք ենք այստեղ գտնվողները, որ հակառակորդները շարունակում են մնալ Ադրբեջանն եւ Թուրքիան, իրականում ինչ իրական մտադրություններ եւ ռազմավարական նպատակներ ունեն։ Անշուշտ մեզ մեծ քարոզչական հարձակման են ենթարկում ամբողջ հասարակությանը, որ տեղի է ունենում պատմական խաղաղության գործընթաց, հարաբերությունները կարգավորվում են, բայց վստահ եմ, որ եւ մասնագիտական, եւ փորձագիտական, եւ ակադեմիական շրջանակները համակարծիք են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն ձգտում խաղաղ համակեցության Հայաստանի հետ։ Նրանց ռազմավարական նպատակները մնում են անփոփոխ, իսկ վերջին տարիներին իրենց ռազմավարական երազանքները ստանում են մի սուարյուն, որտեղ իրենց կարծիքով հասել է այդ ռազմավարական պահը, որի արդյունքում Հայաստանը կդառնա ոչ կենսունակ, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունից զուրկ մի պետական կազմավորում, որը գնալով ավելի մեծ կախվածության մեջ կհայտնվի թուրքական աշխարհի մեջ, իսկ բարենպաստ պայմանների արդյունքում ամբողջովին ինտեգրվի կամ կկլանվի մեծ թուրան նախագծի մեջ։ Եվ ամենամեծ իստում է սպառնալիքն ու մարտահրավերը այս ռազմավարության մեջ դրա ողնաշարը անշուշտ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է, որը ներկայացվում է որպես տնտեսական եւ ենթակառուցվածքային նախագիծ։ Շատ լավ հասկանում ենք, որ սա առաջին եւ անփոփոխ քայլն է մեծ ռազմավարության մեջ, որը ուղղված է Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խաթարմանը եւ տարածաշրջանային ուժային հավասարակշռության վերջնական փոփոխությանը հօգուտ այդ երկու պետությունների։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի գործող իշխանությունները փորձում են ներկայացնել տարբեր միջազգային նախաձեռնություններ, որպես վահան, որը չեզոքացնում է այս լրջագույն մարտահրավերը եւ սպառնալիքը։ Իհարկե, մեզ բոլորիս հայտնի վերջերս ստորագրված հուշագրերը կարող են ծառայել որպես դիվանագիտական գործիք եւ օգտակար հարթակ երկխոսության համար։ Բայց այդ փաստաթղթերը իրենք իրենցով չեն պարունակում Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության երաշխիքներ։ Ավելին, առանց վերահսկող մեխանիզմների, առանց ուժային հավասարակշռման եւ առանց հստակ ձևակերպված կարմիր գծերի այս գործընթացը կամ գործընթացները կարող են պարունակել մեր ռազմավարական հակառակորդների նպատակների լեգիտիմացման ռիսկ։ Իհարկե ավելի գեղեցիկ փաթեթավորմամբ։ Հետևաբար այս հուշագրերը այդ սպառնալիքների մարտահրավերների վերջնական լուծում չեն, այլ ընդամենը շատ բարդ եւ երկարաժամկետ գործընթացի տարրեր են, որոնք մեր կողմից պետք է ենթարկվեն մշտական վերահսկողության եւ զուգահեռաբար ներքին կարողությունների ամրապնդման միջոցով։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը միշտ եղել է ջատագով առևտրական փոխհարաբերությունների տարանցման եւ տարածաշրջանային համագործակցության հարցում։ Բայց մեկ բան է ենթակառուցվածքային համագործակցություն եւ
սկզբունքորեն ֆունդամենտալ իմաստով տարբեր բան է, երբ որ դու կարող ես նույնիսկ մասնակի կերպով կորցնել վերահսկողությունը քո տարածքի նկատմամբ։ Սա էական հարց է։ Այս նույն համատեքստում նաև պետք է ստապ գնահատել լայնորեն քարոզվող խաղաղության դարաշրջանի գաղափարները եւ Հայաստանի ժողովրդավարական արագ վերափոխման օրակարգերը որպես սպառնալիքների լիարժեք եւ համընդհանուր պատասխան։ Ոչ մեկս դեմ չէ ոչ խաղաղությանը եւ ոչ մեկ չի հրաժարվում ժողովրդավարական արժեքներից։ Խոսքը հաջորդականության մասին է։ Առանց հիմնարար անվտանգության ոչ խաղաղությունը, ոչ էլ ժողովրդավարությունը չեն կարող կայուն լինել։ Դրանք դառնում են խոցելի։ Միգուցե այս խաղաղությունը կարող է կիրառելի լինել արդեն փլուզված նախորդ աշխարհակարգում, երբ արկա էր ուժային նվազագույն հավասարակշռություն, իսկ միջազգային ինստիտուտները կատարում էին կարգավորողի դեր։ Ներկայումս, երբ իսպառ բացակայում է եւ հավասարակշռությունը եւ անվտանգային հենարանը, այս քաղաքականությունը նույնիսկ ամենալավ մտադրություններով հարթում է ճանապարհ ոչ թե դեպի խաղաղություն, այլ դեպի խոցելիություն։ Առանձին ուզում եմ անդրադառնալ նաև պաշտոնական Երևանի հռչակված բալանսավորման քաղաքականությանը, որի հիմքում դրված է գաղափար, որ Հայաստանը պետք է կախված լինի բազմաթիվ արտաքին կենտրոններից։ Այս մոդելի կիրառման արդյունքում մեր երկրի փոքր տարածքում հատվում են եւ անխուսափելիորեն բախվելու են արտաքին առաջատար դերակատարների հակադիր շահերը։ Մեկ կողմից այս մոտեցումը պարունակում է Հայաստանը տարածաշրջանային դիմակայության էպիկենտրոն վերածվելու լրջագույն վտանգ, մյուս կողմից լայն հնարավորություններ է ընձեռնում արտաքին ազդեցության համար մեր ներկայական օրակարգը կեսական որոշումներ ընդունելու եւ միջազգային հարթակներում մեր վարկագծի վրա։ Արդյունքում արտաքին քաղաքականությունը դադարում է լինել ներքինի բնակ կանոն շարունակությունը, իսկ ներքինական սուբյեկտայնության կորուստ։ Եթե այսօրվա գործող քաղաքական ուղին տանում է դեպի խոցելություն, խորացող խոցելություն, ապա այլընտրանքը պահանջում է սկզբունքորեն այլ ռազմավարական մոտեցում, ռազմավարական այլ պարադիգմա։ Եվ ես նկատի ունեմ զսպման քաղաքականությունը, որը ենթադրում է հակառակորդի առաջխացման կանխարգելում, ճկունության եւ հաշվարկի միջոցով մեզ անհրաժեշտ ժամանակի ձեռքբերում վերականգնվելու համար, ներքին կարողությունների զարգացում արտաքին ազդեցությունները չեզոքացնելու համար եւ արդյունավետ դաշինքների կառուցում, որոնք հիմնված կլինեն շահերի, այլ ոչ թե պատրանքների վրա։ Եվ այս քաղաքականության առաջին եւ հիմնական տարը դա ներքին կայունությունը եւ դիմակայությունն է։ Մեր անվտանգությունը սկսվում է ներսից։ Մեր փոքր երկիրը Հայաստանը պետք է ունենա
ռազմավարական խորություն, ինչի տակ ես հասկանում եմ քաղաքական, ինստիտուցիոնալ, տնտեսական, ռազմական, տեխնոլոգիական, տեղեկատվական և հոգեբանական կարողությունների զարգացում և մոբիլիզացում։ Առանց ներքին առանցքի որևէ երկիր չի կարող արդյունավետորեն պաշտպանել ինքն իրեն և չի կարող դիտարկվել որպես հուսալի գործընկեր։ Երկրորդ տարրը զսպման քաղաքականության դա իրատեսական և գործուն դաշինքների ստեղծումն է։ Եվ խոսքը անցյալի վերադարձի մասին չէ, կամ նոր կախվածության մասին չէ։ Խոսքը այն դերակատարների հետ շահերի համընկման դաշինքներ ստեղծելն է, որոնք շատ գրգռված են տարածաշրջանային հավասարակշռության վերականգնման հարցում։ Մեզ համար ցանկացած դաշինք այնքան արժեք ունի, որքան այն նպաստում է մեր սուբյեկտայնության ամրապնդմանը, այլ ոչ թե փոխարինում է նրան։ Եվ այս համատեքստում ես կառանձնացնեի Ռուսաստանի Դաշնությունը, որի հետ պետք է վերագործարկել այլ բովանդակությամբ մեր ռազմավարական համագործակցությունը և ավելի լայն տարածաշրջանային իմաստով խորացնել մեր ռազմավարական փոխգործակցությունը Իրանի հետ, նպատակ ունենալով ստեղծել Հայաստան, Իրան, Ռուսաստան ռազմավարական եռանկյունի։ Ես նկատում եմ, որ այս գաղափարը հետս հետը բյուրեղանում է և Թեհրանում, և Մոսկվայում։ Հասկանալի է, որ զսպման քաղաքականությունը պետք է ունենա աշխարհագրություն և ենթակառուցվածք։ Եվ ես նկատի ունեմ հյուսիս հարավ նախագիծը։ Սա կարող է դառնալ այս ռազմավարական եռանկյունու ողնաշարը։ Իսկ եթե Վրաստանը ներգրավի այս նախագծի մեջ, այն ոչ միայն կլինի շատ գրավիչ և լրջագույն տնտեսական և ենթակառուցվածքային կառույց, որը կկապի Բալթյան ծովը, Սև ծովը և Պարսից ծոցը, այլ կդառնա նաև աշխարհական կայունացման գործոն և Հայաստանը կազատի կամ կնպաստի Հայաստանի ձեռբազատմանը արտաքին ճնշումներից։ Եվ վերջապես խաղաղության մասին։ Մենք պետք է շատ ազնիվ խոսենք մեր հասարակության հետ։ Մեր տարածաշրջանում իր խորը վերքերով, խորքային հակասություններով և ուժային քաղաքականությամբ, որը ոմանց մոտ արթնացրել է ծավալապաշտական ախորժակներ, խաղաղության պարզամիտ, պարզունակ ընկալումը շատ վտանգավոր պատրանք է, որի համար պետք է վճարի պետությունը և ժողովուրդը։ Ես չեմ հավատում խաղաղությանը, որը հիմնված է բարի կամքի վրա։ Ես հավատում եմ խաղաղությանը, որը հնարավոր է պաշտպանել։ Ես չեմ հավատում խաղաղությանը, որը հիմնված է հռչակագրերի, հայտարարությունների, պարգևների կամ գեղեցիկ կարողությունների վրա։ Ես հավատում եմ խաղաղությանը, որը հիմնված է ունի անվտանգության ճարտարապետություն և ունի երաշխիքներ։ Հայաստանի համար իրական խաղաղությունը դա արտաքին հարկադրանքից զերծ լինելու վիճակն է և այդ վիճակին հնարավոր է հասնել պատասխանատու, հաշվարկված և երկարաժամկետ զսպման քաղաքականության միջոցով։ Այդ խաղաղության ժամանակ արտաքին քաղաքականությունը նորից կդառնա ներքինի բնականon շարունակություն, որը հիմնված կլինի, խարսխված կլինի մեր ազգային շահերի պաշտպանության և առաջխաղացման վրա և ոչ թե կարձագանքի արտաքին պարտադրանքի։ Շնորհակալություն։ Այո,